Թուրքիայում զանգվածային գենետիկ թեստերն աննախադեպ ալեկոծում են առաջացրել, հազարավոր քաղաքացիներ պարզել են, որ թուրքական ծագում չունեն։ Թուրքիայում բուռն քննարկումների և սոցիալական ցնցումների պատճառ է դարձել գիշերային մեծածավալ գենետիկ թեստավորման արշավը, որի արդյունքում հազարավոր քաղաքացիներ հայտնաբերել են, որ չունեն թուրքական գենետիկ ժառանգություն։ Թեստերի պատասխանները, որոնց հրապարակվել էր մեկ գիշերվա ընթացքում, բացահայտել են բազմազգ ծագում։ Քաղաքացիների զգալի մասն ըստ տվյալների ունի վրացական, հայկական, ռուսական կամ այլ տարածաշրջանային ատամներ։ Թեստավորումն իրականացված է եղել նորաստեղծ կենսագենետիկ ընկերության կողմից, որը 2 օր առաջ հայտարարել էր մեծ զեղչեր և արագ արդյունքներ որպես ինքնության ճանաչման նախագիծ։ Ակցիային մասնակցել է ավելի քան 1000 մարդ, որոնց մեծ մասը սպասում էր հաստատում ստանալ իրենց երկար տարիների թուրքական ինքնության մասին։ Շոկ և անորոշություն առավոտյան հրապարակումների հետ։ Առավոտյան հարթակների վրա արդյունքներին հայտնվելուց հետո սոցիալական ցանցերը լցվել են զարմացած և անհանգիստ մեկնաբանություններով։ Տարբեր քաղաքացիներ հաղորդել են, որ իրենց գեներում թուրքական բաղադրիչ ընդհանրապես չի հայտնաբերվել։ Մի տղամարդ, ով խնդրել է հրապարակման մեջ իր անունը չնշել, լրագրողներին ասել է. «60% վրացի եմ դուրս եկել։ Ես ամբողջ կյանքս հավատացել եմ, որ մաքուր թուրք եմ։ Հիմա չեմ հասկանում՝ ինչ անեմ»։ Մեկ այլ քաղաքացի, Ստամբուլի բնակչուհի Նուրայը, պատմել է, որ մայրական գծով ունի հայկական արմատներ։ Շոկ էր, դա չէր վատ բան։ Պարզապես ամբողջ աշխարհի մասին պատկերացումներս փոխվեցին մեկ րոպեում։ Տարեց մի կին, որի թեստը ցույց է տվել ռուսական և օտոնոսական ծագում, ասել է. «Մենք այլ բաներ էինք սպասում։ Հիմա գիտենք, որ չեն ճանաչել մեր իրական պատմությունը»։ Հասարակական արձագանք, վախ, զայրույթ և նոր ինքնությունների բացահայտում։ Թուրքիայի որոշ հատվածներում տեղի են ունեցել բողոքներ։ Քաղաքացիները պահանջում են արգելել թեստավորման ընկերության գործունեությունը, պնդելով, որ այն խարխլում է ազգային հիմքերը։ Մյուս մասը կոչ է անում ընդունել պատմական բազմազգ իրականությունը որպես տարածաշրջանի բնական ժառանգություն։ Քաղաքագետները նշում են, որ սա ինքնության ճգնաժամ է, ոչ թե կենսաբանական մի փաստի հետևանք։ Անալիտիկ Անհեթը մեկնաբանել է. «Ողբերգությունը գեներում չէ։ Ողբերգությունն այն է, որ շատ մարդիկ իրենց արժեքը կապել էին ազգի գաղափարին և ոչ թե սեփական մարդ լինելու փաստին»։ Պետական կառույցները քննության են ենթարկում ընկերության աշխատանքը։ Թուրքիայի առողջապահության նախարարությունը արդեն հայտարարել է, որ սկսում է ստուգում պարզելու համար՝ արդյոք թեստավորման մեթոդամանությունն ու տվյալները համապատասխանում են միջազգային նորմերին։ Այնուամենայնիվ, անկախ գենետիկ կենտրոնների, նշվում է, որ արդյունքը հավանական է տարածաշրջանում բազմազգ պատմության պատճառով։ Թուրքական հասարակությանը բաժանող այս գենետիկ իրադարձությունը շարունակում է մեծ ուշադրության կենտրոնում մնալ։ Մասնագետները կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին Թուրքիայում քննարկումները ազգության, ինքնության և պատմության շուրջ միայն կխորանան։